Ես շարունակեմ, արդեն իհարկե ես նաև ուզում եմ անդրադարձ կատարել միջազգային կառույցների անդրադարձին, կարճ հիմա խոսելով բանի հետ կապված։ Այո։ Մենք հեսա կփոխենք։ Եվ քանի ձայն է ձեզ պետք, որպեսզի դուք անցնեք խորհրդարան, բացարձակվեք 120, երբ խոսում ենք 120-ի մասին, դրանք արդեն իսկ արձանագրված ձայներն են, որոնք որ երևում են ընտրատեղամասերի արձանագրությունների քաղվածքներում։ Հիմա այդ քաղվածքները ներկայացվել են կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ որպեսզի ճշգրտումները կատարվեն։ Այսինքն սա այն դեպքերն են, երբ մենք ինքներս համադրելով մեր ձեռքի տակ եղած արձանագրությունների քաղվածքները եւ կենտրոնական ընտրական կայքում տեղադրված ցուցակները գտել ենք այդ անճշտությունները եւ այս անճշտությունների ուրեմն ուղղման պարագայում ձայները բավարարելու են, որպեսզի իրենց նշած այդ 00 փոչնել չեմ հիշում բան է։ Խոսքը վերաբերում է մի քանի տասնյակի, ոչ ավել։ Ես այս պահին չեմ ուզենա հանկարծ սխալ թիվ ասել, բայց հաշվարկները տատանվում են այսպես 50-ից 60-ի շրջակայքում։ Ոչ ավել 100-ից, հետևաբար այս ճշգրտման պարագայում սահմանված 4% շեմը իհարկե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարում է։ Մենք նաև վերահաշվարկներ ենք պահանջել մի շարք ընտրատեղամասերում։ Այս քաղվածքները, այո, նաև այդ տեղամասերում մենք վերահաշվարկներ ենք պահանջում այդ եւ մի շարք այլ ընտրատեղամասերում, բայց այս քաղվածքները հնարավորություն են տալիս ճշգրտել, ուրեմն կազմված իրենց ցուցակները եւ դրա արդյունքում լրացնել այդ մի քանի տասնյակի բացը, որը որ հնարավորություն չէր տալիս հաղթահարել 4%-ը։ Էլի անճշտություններ կան, բայց այդ անճշտությունների հետ կապված 77 ձայն միայն 77 օրինակ ընտրատարածքներից մեկում երբ որ այդ արձանագրությունը ուսումնասիրում ես նայում ես բացը գրված է Բարգավաճ Հայաստանը ստացել է 77 ձայն, բայց վերջնական փաստաթղթում նշված է 1 ձայն։ Հասկանում եք խայտառակության ուղղակի իրավիճակը։ Խայտառակությունը երեք Նիկոլ Փաշինյանի հրահանգով չարվեց, որ ասաց ես բացարձակ մեծամասնություն եմ կազմում, դրա համար երևի կասեցվեց ընտրությունը։ Մենք չենք բացառում իհարկե այդ տարբերակը, որովհետև ավելի աբսուրդ բան, քան ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում, երբ դեռ նույնիսկ 25%-ը չի ամփոփվել եւ երկրի ղեկավարը իր վրա վերցնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը եւ որոշում է, որ իրենք ինչ ձայներով են արդեն հաղթել, ինչպիսի փառահեղ հաղթանակ են տարել եւ այլն, եւ դրանից հետո հանկարծ առավոտյան հայտնաբերում է, որ իրենք ազգային ժողովում այլևս չեն ունենալու կարևոր որոշումներ կայացնելու համար բավարար ձայներ, դրանից հետո տեղի է ունենում Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների, այսպես ասած, կորուստը։ Իհարկե, դա դրա հետ կապելու հիմնավոր պատճառներ եւ հիմքեր մենք ունենք։ Ձեր կուսակցությունը ուսումնասիրել է օրինակ մասնակիցների եւ տոկոսների հարաբերակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւս սխալ է ներկայացրել ըստ այդ հարաբերակցության Փաշինյանական իշխանության ձայները տոկոսով հենց այդքան չեն ավելի նվազում։ Այս պահին իրականում ուսումնասիրությունները կատարվում են, մենք ուսումնասիրում ենք եւ բոլոր հրապարակված տվյալները եւ մեր ձեռքի տակ հայտնվածները, ինչպես նաեւ մեր գործընկերների մոտ գտնվող տվյալները, կարծում եմ արդյունքում մենք ունենանք շատ ավելի լիարժեք պատկեր, քան ներկայացվում է այս պահին։ Այլ ընտրատեղամասերում անճշտություններ հայտնաբերել եք թե ոչ։ Պրոցեսի մեջ ենք, այս պահին այն ինչ որ ունենք ձեռքի տակ, դրանք արդեն տրամադրել են։ Բայց այլերում ուսումնասիրությունները իհարկե ընթանում են։ Ես մի հատ օրինակ բարձրաբանել ենք, որ հրապարակած փաստաթղթերում երևում է այդ անճշտությունը, ինչպես է ստացվում, որ 77 ձայն է գրված թղթի վրա, բայց իրենք մոտ մեկ կամ մի կամ երկու։ Այսպես ասենք, մենք այս պահին ներկայացրել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ սպասում ենք այդ անճշտությունների ուղղմանը, ինչպես նաեւ պարզաբանմանը, թե ինչպես են տեղի ունեցել այդ անճշտությունները։ Այվազովսկի։ Տիկին Վարդանյան եւ Խորհրդարանում են հարցնել անկախ նրանից, որ դուք վիճակում եք արդյունքները եւ ասում եք, որ վերահաշվարկի անհրաժեշտություն կա, դուք այնուամենայնիվ ընդունում եք
դատության արդյունքները հաշվի առնելով ԿՊ-ի ձայները, մյուս երկու կուսակցությունների։ Ես կարծում եմ մենք առաջիկայում կանդրադառնանք նաև այդ հարցին եւ լրացուցիչ հնարավորություն կունենանք միասին քննարկելու ինչպես արդյունքների վերաբերյալ մեր դիրքորոշումը, այնպես էլ մանդատներ վերցնել չվերցնելու վերաբերյալ մեր դիրքորոշումը, հատկապես որ ես կարծում եմ այստեղ պետք է լինի ընդդիմադիր ուժերի միասնական մոտեցում։ Այս պահին մեր համար գերակա խնդիր է հանդիսանում տեր կանգնել մեր հայրենակիցներից յուրաքանչյուրի ձայնին։ Տեսեք, սա ինքնանպատակ չէ։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մեր հազարավոր, 100 հազարավոր հայրենակիցներ գնացել են ընտրությունների, լսելով մեր կոչը, լսելով մեր հորդորը, տեր կանգնել մեր երկրին եւ իրենց ձայնով որոշել երկրի ապագան։ Հետեւաբար այս պարագայում նրանցից յուրաքանչյուրի ձայնը մեզ համար կարեւոր է։ Եվ այս փուլում մենք լուծելու ենք այս խնդիրը։ Հետագայում կանդրադառնանք նաեւ ձեր կողմից բարձրացված հարցերին։ Ասացիք միասնական ընդդիմության դիրքորոշումն է կարևոր։ Այս բանի քննարկումներ կան ձեր մյուս գործընկերների հետ ընդդիմադիր շրջանակների, կոնկրետ նաեւ այս նկարչության հետ կապված եւ ձեր որոշման վրա որքան վնասելու ՀԱԿ-ի գործընկերների արձանագրումները, որոնք բազմաթիվ են, այդ թվում պետապարատի աշխատողների վրա ճնշումներ, հավաքների մասնակցելու հետ կապված խնդիրներ եւ այլն եւ այլն։ Մեր գործընկերների հետ, այո, ես նշեցի էլ այս անճշտությունների հետ կապված եւս ունենք կապ եւ այս պահին նաեւ քննարկում ենք համատեղ որոշակի ընտրատեղամասերում մեր եղած տվյալների եւ իրենց մոտ եղած տվյալների հարաբերակցությունը եւ այլն, հետեւաբար այս առումով, այսինքն կոնկրետ այս հարցի վերաբերյալ այս պահին գնում են քննարկումներ։ Մնացած հարցերի շուրջ կարծում եմ քննարկումները առաջիկայում տեղի կունենան եւ դուք կունենաք հնարավորություն այդ մասին տեղեկանալու։ Ինչ վերաբերում է ՀԱԿ ժմիգին եւ նաեւ ԱՊՀ դիտորդական առաքելությանը, ինչպես նաեւ մենք տեսանք, որ արձագանքներ տեղ եղան Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ինձ համար զարմանալիորեն դիտորդական առաքելություն ունեցող կազմակերպությունները ուրեմն ականջալուր եղան մեր կողմից բարձրացված հարցերին, որով եթե նայում եք նրանց ձևակերպումները, ապա այնտեղ կտեսնեք բազմաթիվ ձևակերպումներ, որոնք պարբերաբար հնչեցվել են իմ կողմից հրապարակայնորեն, ինչպես նաև ոչ հրապարակայնորեն իրենց պարբերաբար այսպես նամակներով եւ զանգերով խեղդելու արդյունքում։ ՀԱԿ ժմիգը այո արդարացիորեն նշում է, որ Հայաստանի Հանրապետությունում նախընտրական process-ը եւ ընտրական process-ը ընթացել են ուրեմն բռնաճնշումների կամ ավելի ճիշտ քրեական հետապնդումների արդյունքում զուգորդվել են քրեական հետապնդումներով, ինչպես նաեւ բազմաթիվ ձերբակալություններով եւ կալանավորումներով, արձանագրել են նաեւ բևեռացումը, որ արկա է այսօր եւ ես կարծում եմ, որ առաջիկայում զեկույցը նաեւ մեզ հնարավորություն կտա հենվելով զեկույցի վրա որոշել նաև ընտրության արդյունքների հետ կապված ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկվեն։ Կարելի տեսեք երկուսից եմ հարցում, ընտրություններից առաջ բոլորը ասում են, որ հաղթելու են, Սամվել Կարապետյանը արդեն վարչապետ է, իհարկե կրին անպայման վարչապետ, դե դուք էլ 4% չէ, հաստատ 89% հիմա ասում խոսում ԴԲՀԿ-ն երևի ավելի ներողություն Հայաստան Դաշնքը ինչեր է, բայց ունեցանքային ինչ ունենք, չեք կարծում, որ դուք ձեր սխալները օրինակ քննարկել եք, թե ինչ սխալներ եք թույլ տվել այս ընթացքում, որ դուք մի կերպ մոտեցաք 4%-ի շեմին ու դեռ հարցեր վերջակահարել թե չէ։ Օրինակ ես մի քանիսը նշեմ, չնայած որ դուք ամենահամեմատաբար քիչ խոցել եւ անշարժ քարոզարշավներ եք անում, բայց ես շատ իրավավորեցին։ Օրինակ ամբողջը կառուցել եք Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ։ Ձեր մոտ նոր դեմքեր կային Արա Այվազյանը, էլի մարդիկ, որոնք ոչ մի անգամ ելույթ չունեցան, չխոսեցին, հետաքրքիր ասենք ով էր որոշել այդպիսի քաղտեխնոլոգ, ասենք Վահե Հովհաննիսյանի հանճարեղ մտքի արդյունքն էր, իր գրած տեքստերով եք որոշել, որ պետք է քարոզ արշավանեք եւ ամեն ինչ այդպես կառուցի, որ դες քիքսեր թողնեք կամ օրինակ Իվետա Տոնոյանը դուրս գաբեն ելույթունենա եւ ասի որ պետք է մեր գերիները վերադառնան եւ թվարկյորն Գևորգ Սուջյանի անունը, որը արդեն վերադարձել է, ելի այլ գերիների անուններ, որոնք վերադարձել են։ Այսպիսի քիքսերը, որոնք ոչ Վահե Հովհաննիսյանը, բացառ նկատած ձեր տեքստերը ոչ դուք, ոչ պարոն Հաբովյանը, ոչ Գագիկ Ծառուկյանը, բայց դուք այսպիսի սխալներ եք թույլ տալիս։ Ու ամբողջը տես կառուցել եք ելի Գագիկ Ծառուկյանի նույն լոզունգների վրա, ինչը որ 2021 թվականին գյուղատնտեսությունը, վարկերը, տոկոսները եւ այլն։ Չեք կարծում, որ դուք էլ ձեր սխալները ունեիք եւ պետք է վերահաշվար կանեք ձեր սխալների մասով։ Շնորհակալություն հարցի համար, ինչ վերաբերում է։ Շնորհակալություն ձեր հարցի համար, ինչ վերաբերում է սխալներին կամ չսխալներին, իհարկե թե ամբողջ քարոզ արշավի ընթացքում, թե առհասարակ բոլոր
գործընթացներ իրենք մշտապես վերլուծվում էին եւ այդ վերլուծության ընթացքում ես ձեզ հետ համաձայն չեմ, որ այնպիսի քրիտիկական սխալներ են եղել, որի արդյունքում, մեր տոկոսը իջել է։ Ես համաձայն չեմ ձեզ հետ, ես կարծում եմ, որ այստեղ այլ process-ներ են տեղի ունեցել, իսկ այդ process-ների մասին մենք խոսենք փոքր ինչ ուշ, ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանին, այո, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եղել է կա եւ կլինի պարոն Ծառուկյանի կոպիտ ասած, թե մտահղացման, թե առհասարակ իր քաղաքական գործունեության ամեն ինչը, չէ, ես վերջացնեմ։ Տեսեք, մի գաղտնիք բացեմ, գրեթե բոլոր կուսակցությունները կանձերի հետ են կապված։ Միգուցե դուք չգիտեք, բայց դա այդպես է։ Բացառիկ, դա այդպես եւ ոչ միայն Հայաստանում։ Եվ առհասարակ, երբ որ մենք այս գործընթացների ժամանակ արեցինք ամեն ինչ եւ պարոն Ծառուկյանը արեց ամեն ինչ, որ նախընտրական գործընթացը բերի բովանդակային դաշտ, այսինքն ծրագրային դաշտ։ Եթե ձեզ ես վերջացնեմ, պարոն Մակարյան, ես ուշադիր ձեզ լսում եմ, մենք պոլեմիկա չենք անում։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք միգուցե փոքր ինչ, ասենց հեգնանքով վարկերի, հարկերի կամ սոցիալական խնդիրների մասին, ապա հավատացնում եմ ձեզ, որ այսօր այդ հարցերը բացի այն գլոբալ հարցերից, որոնց մենք անդրադառնում ենք, երաշխավորված խաղաղություն, առհասարակային գործընթացներ աշխարհաքաղաքական, որոնք տեղի են ունենում, բայց դրա հետ մեկտեղ էլ մարդ պետքա կներեք ընտրության առջև կանգնած չլինի, չէ՞, դեղ կամ սնունդ։ Մարդ չպետք է ընտրության առջև կանգնած լինի, կանչի շտապ հոգնություն, թե չկանչի, օրինակ, եթե ինքը ես վերջացնեմ, երբ որ ինքը իր լիմիտը պրծել է։ Ինչ վերաբերվում է քաղտեխնոլոգներին, ես չգիտեմ որտեղից ձեզ այդ տեղեկությունը անկեղծ եմ ասում, դրա հետ մեկտեղ ես իմ կարծիքով ես վերջացնեմ, իմ կարծիքով քարոզ արշավը մենք անցկացրել ենք այն մակարդակի, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր այս կամ այն առումով, օրինակ մեզ հետ կամ մեզ, տենց վերապահումներով են վերաբերվում, բոլորն էլ նշել են, որ ամենապրագմատիկ, ամենաարդյունավետ, ինչու ոչ, ամենամոտիկ խնդիրներին եւ լուծումներին քարոզարշավը անցկացրել ենք մենք։ Ինչ վերաբերում է մեր տոկոսին, ապա ես ձեզ հետ մի անգամայն համաձայն եմ, որ այո, շատ տարօրինակ է եւ այդ տարօրինակության հետևից մենք գնալու ենք, տեղեկացնեմ, անպայման գնալու ենք, թե այդ ինչպես է ստացվում, որ ստացվում է մի իրավիճակ, որը ընդհանրապես հակասում է, ես չեմ ասի նույնիսկ սոցհարցումներին, այլ օրինակ բանականությանը, էլեմենտար բանականության։ Պարոն Աղա, մի բան է ճշգրտում, ի վերջո դուք ուզում եք